նույն Զանգովի արդարադատության սկզբունքով չեն կարող գործել, որտեղ որևէ հիմք չկա։ Ունենք բոլոր տարբերակներին պատրաստ ենք, բոլոր տարբերակներին հակազդելու միջոցները ունենք, ուղղակի հասկանալի պատճառներով այս բանը չեն կարող լուծել։ Աղազյան, այս ցիկլը արդեն կկնգող է, ոնց որ արդեն, հա, երկու օր առաջ էր, եւս ու արդեն մարդկանց քանակը շատանում է, որոնց բերման են ենթարկվում, փորձում են այդ մարդկանց այսպես մի քանիսին, հա, ձեզ ուղղություն չկա, որ մի քանիսին ուզում են այնուամենայնիվ փակի տակ պահել, ու դա հիմք դառնա, որպես որ ընտրություններին արգել են դուրս մասնակցել։ Խնդրեմ, իսկ ո՞րն է խնդիրը, թող պահեն, ինչքան ուզում են, թող պահեն, բայց որոշել են կանանց պահել, չեն հասկանում, որ ուժեղ Հայաստանում կանայք են շատ ուժեղ եւ ընտրակաշառքների վերաբերյալ ուղղակի մեր ժողովուրդը շատ ճիշտ արդեն սկսել է գնահատել նույն ընտրակաշառքներով, գիտեք, տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով կենսաթոշակները բարձրացնելու համար ընտրությունից 2 ամիս առաջ բարձրացնում են, մի հատ էլ ասում են, դե միշտ չես կերել, այս բարձրացված թոշակով կուտես, դրանից լավ նախընտրական կաշառք կարող է լինել եւ ամենակարևորը, որ անգամ Սամվել Կարապետյանից այսպես շակերտների մեջ խլած հեծում են ընտրակաշառք բաժանում աշխատավարձ բարձրացնելով իր հաշվին, իր շահույթի հաշվին, իր գումարների հաշվին։ Եթե այդքան ազնիվ են, թող ես չեմ սիրում ընդհանրապես մեզ մեղադրանք ներկայացնելուց ասեմ, բա դուք էլ ես եք արել, բայց ոչ մի այսպես տրամաբանության մեջ դա չի տեղավորվում։ Պարոն Ղազենյան, հասկանալի է, որ գնալով ճնշումները մեծանալու են, սրանք դեռևս պրոլոգն են, եւ դուք ինչպես եք պատկերացնում ձեր պայքարի հեռանկարը, եթե այս մեթոդներն են ընտրվել։ Հիմա տեսեք, ռեպրեսիվ միջոցները կիրառելուց հետո անգամ ապրիլի 11-ի հանրահավաքը տեսել ենք բոլորս, երևի թե իրենց իշխանության օրոք եղած ամենամեծ հանրահավաքն էր Ազատության հրապարակում, որևէ ձև չենք պատկերացնում, բոլորս էլ պատրաստ ենք եւ ազատազրկման, եւ իրենց հետ կռիվ տալու, այսպես քաղաքական առումով։ Չեմ կարծում, որ կլինի մարդ, որին տանելուց կամ ազատազրկելու վախի դեպքում մեր կողքին չի լինի։ Տեսակ, որ բոլորը հետ են վերադառնում շարքեր։ Պայքարը չի մարի, եթե օրինակ հենց ղեկավար կազմից սկսեն թիրախավորում անել, բացի Սամվել Կարապետյանից, օրինակ երկրորդ, երրորդ դեմքերի։ Խնդրեմ, մենք պատրաստ ենք, նորից եմ կրկնում, Սամվել Կարապետյանի տարբերություն իրենց առաջնորդի ժողովրդին չթողեց փախավ, առաջինը ինքը գնաց նստեց։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մեր ժողովուրդը տեսել է ղեկավարի կամքը եւ հիմա էլ տեսնում է անգամ ղեկավարի կամքը պայքարելու համար 1 միլիարդանոց ընկերություն կորցնել, 6 ամիս ազատազրկման ուրեմն կալանավայրում, մոտավորապես արդեն 4 ամիս տանը, տնային կալանքի տակ, այնպես որ պրոցեսը շատ նորմալ գնում է, այստեղ զարմանալու ոչ մի։ Շատ կզարմանա, եթե իրանք այսպես ոչ մի ընթացք չտային որևէ բանի մեր հետ կապված։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևողներ, շարունակում ենք ուղիղ հեռարձակմամբ աշխատել հակակոռուպցիոն կոմիտեի